Ուրեմն Սերոփը այն մարդկանցից է, որը ես չեմ հիշում, որ երբ էր, բայց էլ այն Նիկոլը, որ նոր սկսել էր, որ Նիկոլը լրիվ իր երեսը ցույց չէր տվել, Սերոփը միանգամից կանգնեց, ասեց, որ Նիկոլը մեզ լրիվ տանում է թուրքացմանը։ Գարջան, դա հայկական եկեղեցու մեջ 19 թվականին պատարագից հետո մենք ոտի վրա մի փոքր շփվեցինք ու կակրած այդ օրը բավականին տենց ինֆորմատիվ բաներ խոսացինք արել։ Մակրոնի ելույթը, Էդգար ջան, հստակ ոչ թե ելույթ էր Հայաստանին աջակցելու, այլ հակառուսականություն քարոզելու ելույթ էր։ Ինքեր կոնկրետ մարդը ասում է դուք պիտի դառնաք հակառուսական պլաստար։ Այս դրանից ավել ոնց ասի այդ մարդը, որ ձեզ տանում ենք ուկրաինայիզացիայի։ Էլ ուրիշ ձև ոնց ասի այդ մարդը։ Ասում է դուք ստեղ հակառուսական բան պիտի դառնաք կենտրոն։ Հա, եթե դիվանագիտական լեզուն բացենք կենցաղային լեզվի, ինքը կոնկրետ ասում է տղեկ, պատրաստ եղեք հանուն այդ եվրոպական էժան կամ նաև կարող է ձրի առանց վիզայի տարբերակի դառնաք Ուկրաինա։ Մենք պատրաստ ենք դրան, մենք կարանք այդ ռեսուրսը ունենանք։ Չենք ունենա, Էդգար ջան, մեր վերջի ռեսուրսն ալնելու։ Ու այսօրվա Ռուսաստանի ԱԳՆ-ի խոսնակի պրես կոնֆերանսը շատ հստակ, շատ վերջնական կետերը դրեց Էդգար ջան, շատ վերջնական։ Առաջիկայում Հայաստանի տնտեսությունը իր վրա զգալու է դառը ցավը։ Զախարովայի պահով ես ասում, թե դե ուրիշ Հա, Զախարովան։ Եղբայր Հայաստանում մանկապղծություն է կոսկվում, որովհետև ուժային համակարգը զբաղված է Նիկոլի համար գաղտնա լսելով կամ հետևելով կամ ինչ-որ գործեր կարելով Նիկոլի հակառակորդների վրա։ Դրա համար այսօրի մարդ ազատ չկա։ Նայ աշխարհում կա գլոբալ առումով, եթե անգամ կան, դրանք չեն խոսվում, բայց հրապարակային երկրի ղեկավար, որը գնաց է հանդիպել այլ երկրի հատուկ ծառայության ղեկավարի հետ, այլ երկրի հատուկ ծառայության ղեկավարի գրասենյակում, դա աբսուրդ է, դու պատկերացնում ես, դա Զելենսկին է, մեկ էլ Նիկոլը։ Երկուսն էլ հանդիպել են մի 6-ի Ռիչարդ Մուրի հետ, Ռիչարդ Մուրին ուզած տարածքում։ Այսինքն դու պատկերացնում ես, երկրի ղեկավարը գնում է փոխանակ հանդիպի այլ երկրի ղեկավարի հետ, հանդիպում է այդ երկրի հատուկ ծառայության ղեկավարի հետ։ Դա ինչ է նշանակում։ Որ ինքը դրա տակ է, չէ՞։ Ասենք ուրիշ ինչ պետք է նշանակի։ Իսկ Ռիչարդ Մուրը նախկին Թուրքիայում Անգլիայի դեսպան Էրդողանի մոտիկ ընկերն է։